Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նրանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ԱԻ-ի առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Հայրիկյան։ Ես նույնպես ողջունում եմ։ Միշտ շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը եւ ուրախ եմ ձեզ ողջունել Նրանտապանում։ Շատ են։ Ես կարևորում եմ ձեր գրառումները եւ հանրային ելույթները եւ հետևում եմ ժամանակ առ ժամանակ, այցելում եմ ձեր էջը, Facebook-յան, որտեղ դուք ձեր մտքերով եք կիսվում հանրության հետ։ Եվ այս վերջին գրառումը եւս ինձ հետաքրքրեց։ Ես կընթերցեմ այն եւ կխնդրեմ պարզաբանել, բացել ավելի այս ձեր վերջին միտքը։ Եվ այսպես դուք գրում եք. զգուշացեք բոլոր նրանցից, ովքեր այս իրավիճակում համարձակվում են հավակնել, լինել Հայաստանի Հանրապետության ղեկավար եւ երկիրը դուրս բերել ճգնաժամից։ Ինչու պետք է զգուշանալ այդպիսի մարդկանցից։ Մենք այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ պետք է կամ իրավիճակը լավ չպատկերացնել, այսինքն մտավոր թերություն ունենալ, կամ էլ լինել ամբարտավան ու հետին նկատառում ունեցողներ հավակնելու համար դառնալ Հայաստանի ղեկավարը շատ ծանր վիճակում ենք։ Ընդհանրապես ցանկացած պայքար, դա պայքար է ժամանակի համար եւ պատկերացրեք վազքի մրցման դուրս եկած մարդկանցից, փոխանցավազքի դուրս եկած մարդկանցից առաջին 4-ը եղել են հաշմանդամ։ Եվ հիմա մեկը ասում է ես դառնամ 5-րդը, վերցնեմ դրոշը շարունակեմ ու մեկը մյուսները 4 անգամ առաջ են մեզնից։ Նրանք ով մրցակից են համարվում։ Տեսեք, ել չեմ խոսում թշնամիների մասին։ Մենք հիմա այնպիսի իրավիճակում ենք ստեղծված, եթե նախկինում կարող ենք խոսել նյութականի մասին, հիմա նաև բարոյա հոգեբանականի մասին, իսկ հոգևորը պակաս կարևոր չէ, ի վերջո ասվածը չէ, ի սկզբանե խոսքն էր։ Խոսքը հոգևորի արտահայտման միջոց է։ Եվ մենք այստեղ նույնպես, այսինքն ես երբեմն որպես քաղաքական գործիչ լսում եմ, վերջին շրջանում շատ են դիմում, թե դուք կարող եք փրկել իրավիճակը, որովհետև փորձ ունեք, պատմականորեն անցած ճանապարհ, բոլորի աչքի առաջ ձեր ծրագրերը իրականություն են դարձել, նույնիսկ ասում են միակ ծրագրային գործիչն եք եղել մեր քաղաքական կյանքում։ Ես մտածում եմ, որ մեկը պիտի հասցնեմ իշխանության գալով։ Այսինքն այդ բանը իշխանատենչությունը մի քիչ հիվանդագին է, սպայն, այսինքն դուք մտահոգություն չունեք, որ հայտնվում եք խիստ անբարենպաստ վիճակում։ Երկիր, որը չունի ոչ մի իրական դաշնակից, երկիր, որը հստակություն չունի որևէ հարցում, եւ այս պայմաններում մշտական թշնամու սպառնալիքներին ընդառաջ գնացող, հենց թշնամու սպառնալիքներին ընդառաջ գնացող պետության ներսում չունենալով համակարգված մոտեցում, մարդիկ ասում են մենք դառնանք իշխանություն։ Հիմա իմ մասով ես ասեմ, ես որ ասում եմ, ես դες ինչ վատություն եմ արել, որ դուք ինձ այդպեսի բեռ եք մաղթում, բայց դուք բեռից վախենում եք, ասում եմ, չեմ վախենում, պարզապես գիտեմ, որ անհույս դրսևորումները չպետք է լինեն ինձնից սպասվող գործերը կամ հուսահատական քայլերը, պետք է լինի գործողությունների համակարգ։ Եվ այդ բեռը կիսելու համար նաև ես փրկողակ եմ համարում։ Այն որ ասում եմ քաղաքացին է երկրի տեր, եկեք նախ ամեն ինչ տանք իշխանությունը, ամեն ինչ տանք քաղաքացիներին, որ հետո այդ քաղաքացիները նույնիսկ սխալվելու հնարավորություն ունենալու եւ այդ սխալ ուղղելու հնարավորություն ունենալու համակարգով կարողանան մի բան փոխել։ Բացի այդ, ամեն հարցում ուզում եք չեմպիոն դառնալ։ Այս մարդկանց տվել ես մի բան, որը դու աշխարհում դառնում ես առաջամարտիկ ժողովրդավարության հարցում։ Եվ ժողովրդավարությունը, գիտեք, եթե ֆուտբոլը մոծում առաջատար լինել, հայտարարում է, չէ՞ մենք ինչ որ մի 50 տարի հետո մենք պիտի մեր ֆուտբոլային թիմը։ Ամերիկայի ֆուտբոլը այնպես գնահատված չի, բայց ժողովրդավարությունը ամբողջ քաղաքակիրթ աշխարհում է գնահատված։ Հիմա ես տալիս եմ մի բան, որը նաև այդ բեռն է պակասեցնում։ Եվ այս մտքերը ինձ պարտադրեցին այսօր առավոտյան խորել են բանի մասին, որ մարդիկ մանավանդ դեղնակտուց, գիտեք, կարող ես 40 տարեկանում էլ որևէ ոլորտում դեղնակտուց լինել։ Կարող ես 25 տարեկանում լինել որևէ ոլորտում առաջամարտիկ, բայց 50 տարեկանում երբ նոր ես քայլեր կատարում մտուղությամբ, լինել սկսնակ։ Ոչ սկսնակները ինքնավստահ, այ եթե ես լինեմ վարչապետ, այսինքն դու ոչինչ չես պատկերացնում։ Պետք է Հայաստանի վիճակը ճիշտ չպատկերացնողները դրանք կամ
չեմ պատկերացնում, դա արդարացված է, մարդեն սխալվում են, գերագնահատում են իրենց ուժերը, կամ էլ պիտի ունենան հետին նկատառումներ, որ այսպես 1-2 տարով իշխանությունը վերցնեմ ձեռքս, էլի հարստանամ, էլի փող Ոչ ազնիվ մղումներով, Իհարկե, հետին նկատառումներով։ Դուք ասում եք, մինչ այժմ բոլորը եղել են հաշմանդամ, ուզում եմ ճշտել, այդ խոսքը գնում է երևի ղեկավարների Հայաստանի մասին, հա։ Հաշմանդամ, մտքի ներողություն, կոպիտ է հնչում, բայց եթե հաշմանդամ, փորձեմ ճշտել։ Քանի որ ես մասնագիտական շեշտադրում եմ կատարում, իրենց մասնագիտության մեջ, այսինքն պետութենական գործում հաշմանդամ են բոլոր նրանք, ովքեր որ պետութենական ոլորտում պետութենական գիտելիքներ չունեն։ Դա ընդհանուր է, բայց մի քիչ ավելի որպեսզի մենք հատկանիշները դուրս բերենք։ Տեսեք, դուք տարիքի վրա ուշադրություն դարձրեցիք, որ տարիքը երիտասարդներն են փորձում եւ տարիքը կարեւոր է, բայց եկեք ուրիշ հատկանիշներ նայենք։ Դուք որ ասում եք հաշմանդամ, ես ինձ մոտ դուրս գրեցի մտքի հաշմանդամ, կամքի հաշմանդամ, բարոյահոգեբանական իր արժեքներով հաշմանդամ, եկեք փորձենք տեսնել ինչ հատկություններով պետք է օժտված լինի, ազնիվ մղումներով, մենք չենք ասում ոչ ազնիվների մասին, դա եւս կդիտարկենք, բայց եթե մարդը իր մեջ, տեսեք, դուք պատ եք շարում, ասում եք ոչ ոք թող մտածի, զգուշացեք նրանցից, ով ուզում է այս պահին լինել ղեկավար, թվում է թե շատ վատ բան եք ասում, թևաթափ եք անում, ասում եք հնարավոր չէ այս իրավիճակից գտնվի գետգորը մեկը խոսքը հետևյալի մասին է մարդու միջոցով չի լինելու ելքը ազգային հավաքականության միջոցով նորից մարդու միջոցով չի լինելու ելքը այլ պետք է ազգային ողջ ներուժը ասպարեզ իշնի իսկ ազգային ողջ ներուժը ասպարեզ է իշնում վերադառնում եմ նույն մտքին բացարձակ ժողովրդավարության սահմանադրությամբ ինչ վերաբերում հաշմանդամությանը ասում եք դա կարող է ոմանց վիրավորական թվալ բայց երբ որևէ մեկը դառնում է երկրի նախագահ ես օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանին որ հիմա հանդիպեմ սիրով կողջունեմ որպես մարդ բայց երբ ինքը ստանձնում է պետության ղեկավարի պատասխանատու պաշտոնը չունենալով որևէ ծրագիր եւ դրա մասին ինքը նույնիսկ ասում է դու պարտավոր ես ասել գիտես եղբայր դու շատ լավ մարդ ես լավ ընկեր ես իմաստուն մարդ ես բայց պետութենական հարցերում դու հաշմանդամ ես երբ գալիս է իշխանության Ռոբերտ Քոչարյանը որը սարսափում է հայ ժողովրդի արդարացի իրավունքներից վախենալով որ այդ իրավունքների մասին խոսելը կհանգեցնի նրան որ Հայաստանին ագրեսոր կկոչեն դու հասկանում ես որ ինքը նույնպես պետութենական հարցերում մտավոր հաշմանդամ է ազգային հարցերում չի պատկերացնում նախ տեսեք օրինակ այսօր Միչանսկի հարցը քննարկում գիտեք ինչու է քննարկում այդ հարցը որովհետև մեր պետական գործընկերներից որևէ մեկը չասեց բռնազավթված Հայաստանից վերցրել են ախր վերցրել են չէ թե պայմանագրում նշվում է Նախիջևանը պետք է տալ Ադրբեջանին ուրեմն մինչ այդ իրեն չի պատկանել 21 թվականին Հայաստանի բռնազավթմանը զուգահեռ Հայաստանից մի հատված վերցվեց տրվեց Ադրբեջանին Հայաստանին իրավունք չտալով մասնակցել այդ բանակցություններին եւ գալիս է երկրորդ նախագահը երբ դրա մասին իրեն ասում ես ես որպես քաղաքական գործիչ ուղղակիորեն այդ հարցի մասին խոսել եմ ասում է չէ մեզ առանցելն էլ ագրեսոր են համարում այսինքն բարդույթավորված է քաղաքական ազգային կյանքում բարդույթավորված լինելը քաղաքականացնելով միշտ նկատի ունեն պետութենական լավ կլինի որ բոլոր հայերը այսուհետև քաղաքական բառը չօգտագործեն պետութենական բառը այդ դեպքում չեն համարձակվի ասել քաղաքականությունը կեղտոտ բան է պետութենականությունը պետություն ունենալու արվեստ ու գիտություն է դա չի կարող կեղտոտ բան լինել դա ազգի բարձրագույն նպատակն է եւ սա չեմ ասում եմ բանից ելնելով որ ես հիմնական դերակատարումն ունեմ այդ հարցում այլ դա ընդհանրապես պետութենականությունը դա ազգ եթե պետություն չունի կատարյալ ազգ չէ կամ գալիս է Սերժ Սարգսյանը սահմանադրություն է գրում իր պատկերացումներով այնպիսի սահմանադրություն որտեղ իշխանությունը լինի կենտրոնացված բաց սկզբունքը լոկը իրենից հետո Մոնտեսկյոն աշխատում են եւ Ամերիկան դրանից օգտելով ունեցավ չէ իշխանությունների հստակ տարանջատման համակարգ եւ տալիս է մի սարսափելի սահմանադրություն որ համ իրեն կործանեց որպես պետութենական գործիչ համել ասպարեզ տվեց մեկին որ եկավ այդ սահմանադրությանը դեմ խոսելով բայց հիմա այդ սահմանադրությունից կարճած է այնքան է կարճած սա էլ է հաշմանդամ ավելի ուժեղ ավելի հզոր հաշմանդամ է որ ասում են մենք նոր սահմանադրություն պիտի ընդունենք չիմանալով որ ընդհանրապես նոր սահմանադրություն ընդունում են պետական համակարգը փոխելու դեպքում բայց ինքն ասում է մենք պետական կառավարման համակարգը չենք փոխելու բայց նոր սահմանադրություն պիտի ունենք ինչի համար Պիտի դու նախապես ասես ինչն է քեզ ստիպում նոր սահմանադրություն ընդունել, որ հետո դրանից հետո նոր այդ պատկերացումը դարձնես հայեցակարգ։ Այնպես որ ես ինձ պատասխանատու եմ համարում այդ խոսքերի համար, այո, ցավոք սրտի մեր երկիրը ղեկավարել են
հաշմանդամ, մտավոր հաշմանդամ, քաղաքական պետութենական հարցերում մտավոր հաշմանդամ, անհատներ եւ քաղաքական ուժեր։ Այդ տեսեք, հայոց համազգային շարժում հզոր կառույց կար, չէ՞ որ ասում են մենք անկախության հանրաքվեն կազմակերպեցինք, Հայրիկյան ասում են մենք քո ծրագիրը տես իրականացրինք, մեզ դժգոհելու բան չունես, բայց իրականացրինք փչացնելով։ Ուր են չկան։ Իսկ քաղաքական պետութենական ուժը, եթե ներդրում ունի, ինքը պետք է այդ ներդրումների վրա հիմնված ապագայի նաև պատկերացումներ ունենա հստակ։ Պիտի անցած ճանապարհ ունենաս, որ ապագան տեսնելու ներուժ ունենաս։ Եվ նույնը վերաբերում է բոլորին։ Ես վերջինի մասին շատ խոսել չեմ ուզում, որովհետև ինքը անընդմեջ այդպես նոր գաղափարներ իբրև թե նոր գաղափարներ մատուցելով մոռանում է, որ հենց այդ նույն պահին ինքը մերժում է իր 5 գաղափարները։ Մի դեպքում ասում է մենք իրական Հայաստան են կառուցում, ես դեպքում վերեկենում սկսում է ցիտել պատմական իրադարձություններ։ Հիմա այդ պատթագավորը մեր իրականությունից է, ինչ ես նրան վկայակոչում, ինչ ես Էջմիածնի մասին խոսել ես, գիտեք, ամենասարսափելին ինձ համար այն է, երբ մարդը ինչ որ ճշմարտություններ է ասում, որպեսզի դրանց օգնությամբ ինքը մեծ կեղծիքներ կյանքի կոչի։ Սոփեստություն է կոչվում։ Եթե դա նկատի ունեք։ Դուք ասում եք լավ, եթե ուրեմն հաշմանդամ են եւ դուք առաջարկում եք, ասում եք իշխանությունը, դուք այդ ձևակերպումը չտվեցիք, բայց ասացիք պետք է ժողովուրդը որոշի։ Ճիշտ է, իշխանությունը տալ ժողովրդին երևի թե ձևանաձևը։ Պետք է սկզբանե պիտի պատկաներ, բայց հիմա քանի որ վերցված է, պետք է ուրեմն գլխավոր խնդիրը վերադարձնել։ Նախ մեխանիզմը դա հանրաքվեներն են թե ինչն են, գործիքը հիմնական սահմանադրությունն է, ճիշտ է։ Հարցս հետևյալն է, ինչպես իրացնի ժողովուրդը այդ իրավունքը, մենք ինչ մեխանիզմներ այս պահին ունենք։ Չէ, ժողովուրդը այս պահին ոչինչ անել չի կարող, այսօր պիտի անկեղծ լինենք, պետութենական գործիչներն են, որ անելու բան ունեն։ Պետութենական գործիչները, տեսեք, 3 օրից լրանում է սահմանադրության 30-ամյակը։ Այո, հուլիսի 5-ին։ Հուլիսի 5-ին, այո։ Ուրեմն ես այդ օրը հրավիրել եմ հանրահավաք, որպեսզի մենք անդրադառնանք սահմանադրականության փուլերին, հայ ժողովրդի պատմության մեջ ներկա վիճակին եւ խոսենք այն բանի մասին, ինչ որ դուք առաջարկում եք։ Խնդիրը հետեւյալն է։ Ցավոք սրտի ժողովրդավարությունը ամբողջ աշխարհում դեռ այն մակարդակին չի հասել, որ դա իսկապես կոչվի քաղաքացիավարություն, այսինքն քաղաքացիներն են վարում երկիրը։ Եվ դրա հիմնական պատճառն այն է, որ դա կապվում է պարլամենտարիզմի հետ, իսկ պարլամենտարիզմի ներկայացուցչական կառույցի ներկայացուցչականության մակարդակին ոչ մի երկրում չեն հետևում։ Իմ գլխավոր նորամուծությունը դեռևս 20 տարի առաջ, մի քիչ ավելի, 2002 թվականին, եղել այն, որ ես իմ դիպլոմային ներդա գրեցի, որ ներկայացուցչականության գործակից կարող է լինել։ Տարբեր պետությունների խորհրդարաններ ունեն ներկայացուցչականության տարբեր մակարդակներ։ Եվ մենք պետք է ձգտենք նրան, որ ներկայացուցչական կառույցը լինի 100% ընտրությանը մասնակցած քաղաքացիներին 100% ներկայացնող կառույց։ Այդ դեպքում դու կարող ես ասել, որ այո, իսկապես ժողովուրդը մասնակցում է։ Հիմա ինձ հաջողվել է դա գտնել, դրել եմ շրջանառության մեջ, ոչ ոք մերժել չի կարողացել, բայց վախենում են քննարկել, որովհետև եթե խորհրդարանը դառնում է իսկապես ներկայացուցչական կառույց, նա կարող է իր վերահսկողական դերը լիարժեք կատարել։ Իսկ ոչ մի իշխանավոր չի ուզում վերահսկված լինել։ Պարոն Հարիկյան, այստեղ փակագծերի մեջ ես հիշեցնեմ պարզապես երևի թե ես հիշում եմ, որ դուք հետ կանչի մեխանիզմը եւս նախատեսում եք։ Չէ, հետ կանչի մեխանիզմը նախատեսում։ Այդ վերահսկողության արդյունքը ինչ պետք է լինի։ Ասենք վերահսկեցինք, հետո եթե 5 տարով ընտրված է խորհրդարան եւ դու ունես հետ կանչի իրավունք, միևնույն է դա տևում է մոտավորապես 2 տարի։ Վերահսկողության արդյունքը ինչ պետք է լինի։ Վերահսկողության արդյունքը հետ կանչն է, ապա ինչպես պետք է ընտրվում են ոչ թե 5 տարով կամ 4 տարով, այլ 2 տարով։ Դա աշխարհում կա, ինչու եմ ասում, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցչական House of Representatives ընտրվում է 2 տարով 350 միլիոնանոց պետության, ապա Հայաստանում նույնպես։ Հիմա կրկնում եմ, միանգամից դիմում եմ բոլոր նրանց, ովքեր այս բանին ասում, վայ, այդքան հաճախ ընտրություն, ժողովրդավարություն նշանակում է ժողովրդի դերակատարության ավելացում։ Եթե ժողովրդավարությունը լավ բան է, պետք է ավելացնենք ժողովրդի մասնակցությունը։ Եվ բացի այդ, հիշենք, որ 4 սյուններից մեկն է ժողովրդավարությունը եւ ամենակարևորը, որովհետեւ եթե անգամ Հայաստանը ինքնիշխան է, իրավական է ու ժողովրդավարական է, ներողություն ու սոցիալական է, դրա հիմքում ընկած է այն, որ քաղաքացիների կամքով իրականանում են այդ մյուս իրավունքները։ Եթե չկա ինքնորոշման իրավունք մարդու, բոլոր իրավունքները անեանում են։
Ինչքան ուզում ես նրան ազատության իրավունք տուր, խոսքի ազատություն տուր, ինքը պիտի ունենա ինքնորոշման իրավունք։ Հիմա ժողովրդավարությունը հանրության ինքնորոշման իրավունքն է։ Եվ հաճախականության ավելացումով նա, ով որ падգամավոր է ընտրվել եւ իրեն վատ է պահում, գիտի որ մի տարի հետո նոր ընտրություններ են լինելու, այսինքն ինքը ընտրվել է, մի տարի աշխատում է, իրեն վատ է դրսևորել եւ մի տարի հետո ընտրություններ են լինելու, ինքը քննության ժամանակ կտապալվի որպես իրեն վատ դրսևորած մարդ։ Անտեղի չենք ծանրաբեռնում պետական կառույցը եւ բացի այդ առանձին ընտրություններով գիտեք իմ մեծագույն ներդրումներից մեկը մեր ժողովրդի քաղաքական կյանքում պետութենական կյանքում եղել է այն որ պահանջ դրեցի դեռևս մինչև սահմանադրության ընդունումը որ ժողովրդի կողմից ընտրվի երկրի գլխավոր դեմքը։ Հիշում եք 91 թվականին հետո դա վերացրին առանձին պիտի ընտրվի վարչապետ որը ինքն էլ իր հերթին պարլամենտին վերահսկելու հնարավորություն ունի, բայց չափավոր։ Եթե պարլամենտը 100%-անոց վերահսկողություն ունի, վարչապետինը դառնում է 75%-անոց, այսինքն այն դեպքերում, երբ ինքը արգելանքի իր իրավունքն է օգտագործում, պարլամենտը 2/3-ով կարող է հաղթահարել։ Բայց պարլամենտի ընդունած որոշումները այն 100%-ով ընդունած որոշումը ինքը որևէ կերպ չի կարող։ Այս փոխադարձ հակակշռման վերահսկման կառույցը շատ կարևոր է մեր պետությունում։ Տեսեք, չեն համարձակվի որևէ իմ համակարգով ընտրված վարչապետ կամ նախագահ, դե նախագահ չի լինելու։ Իմ համակարգում նախագահը քաղաքացիներն են։ Քաղաքացիները իրենց այդ երկրի կառավարիչներ ընտրելու իրավունքով դառնում են նախագահ, թագավորը։ Թագավոր, որը նշանակում է վարչապետի, նշանակում է ազգային ժողով եւ ընտրում է դատավորներին։ Որովհետեւ իշխանավոր գործադիր իշխանության ղեկավար չէր համարձակվի ասել, ինչ ուզում եմ, դա էլ բանակցում եմ։ Մարդիկ մոռանում են Նիկոլի ստեղծած այս թոհու բոհերի մեջ, նորանոր հարցերի մեջ, կուսակրոնություն, կուսություն եւ այլն, այդ հարցերի մեջ մոռանում են իր նախկին ասածները։ Ինչպես կարող ես դու պարլամենտում հայտարարել, ինչ ուզում եմ, դա էլ բանակցում եմ։ Թուրքիա գնալուց առաջ ինքը պետք է հստակ ներկայացներ հակակշռի ուժին, բայց երբ այս խորհրդարանը եւ վարչապետը նույն թիմից են, այդ հակակշռի ուժի գաղափարը վերանում է։ Այսինքն այսօր ես բեռը երբ նշում եմ որ ծանր բեռը քաղաքական գործիչների վրա պատասխանատվություն վերցնել նույնիսկ ամբարտավանություն է ասել որ ես կարող եմ այսպես այնպես դրան զուգահեռ ասում եմ որ եկեք նախ իշխանությունը տանք քաղաքացիներին դա է մեր հիմնական անելիքը որովհետև եթե հիմա չանենք մեկի ասում եք չէ հետո դա անենք իսկ եթե այսօր կա դրա հնարավորություն ինչու օրինակ հուլիսի 5-ին երեկոյան ժամը 6-ին կամ ովքեր որ կարողանան ինձ հետ բարձրանալ այդ օրը Արագածի գագաթ, մենք Արագածի գագաթին պիտի մի փոքր միջոցառում անենք հարավային գագաթին, նույն օրը առավոտյան գնում ենք։ Եվ առավոտյան գնում եք երեկոյան հանրահավաք։ Տիրոջ կամքով կհասցնենք, չհասցրեցինք մարդիկ թողներ են։ Սա իմ 30-րդ վերելքն է լինելու եւ այս վերելքը ես նվիրում եմ սահմանադրության ընդունման հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ մենք հուլիսի 5-ին 30 տարի առաջ ունեցանք սահմանադրություն, այսինքն որպես ազգ մի մակարդակով բարձրացանք։ Հիմա էլի որոշ մարդիկ մեծամիտ հիմնականում կասեն, «Էս ինչ ասեց Իսրայելը չունի սահմանադրություն»։ Իսրայելը ունի 3000 տարվա սահմանադրություն։ Իրենց կրոնական գրքերը նրանց կյանքը ուղղորդող գործերն են։ Մեծ Բրիտանիայի մասին են ասում։ Մեծ Բրիտանիան այնպիսի ավանդական հաստատություններ ունի, որ ցանկացած ավանդույթներ ունի, որ ցանկացած երկրի սահմանադրությանը հավասարազոր են մի բան էլ ավելի։ Իսկ նոր պետականություն ունեցող կամ վերականգնող ազգերը նրանով են դառնում ազգ, որ ունենում պետականություն։ Ուրեմն այս տարվա հուլիսի 5-ին լրանում է սահմանադրության ընդունման 30-ամյակը։ Ես դիմեցի նաև մեր կառավարությանը, որ պատշաճ մակարդակով նշեն, ի վերջո 30-ամյակն է սահմանադրական Հայաստանի, բայց առայժմ պատասխան չկա, ավելի ճիշտ պատասխանը հետևյալն է։ Մինչև հուլիսի 17-ը մենք դες կպատասխանենք։ Հուլիսի 5-ի վերաբերյալ մինչև հուլիսի 17-ը պիտի պատասխանեն։ Ամեն դեպքում մենք մեզից կախվածը կանենք եւ այս հուլիսի 5-ը կարող է շատ լավ առիթ դառնալ։ Մենք ուզում ենք ունենալ իսկապես սահմանադրական Հայաստան, այսինքն երկիր, որը հիմնական օրենքով առաջնորդվի։ Օրենքի իշխանության մասին բոլորը խոսում են, նկատել եք, չէ՞։ Մենք ուզում ենք օրենքի իշխանություն, բայց այդ օրենքների մեջ կա մի հիմնական օրենք։ Եկեք այդ հիմնական օրենքը կարգի բերենք։ Ախր եթե ես գիտեք կողքից երբեմն նայում եմ, մանավանդ վերջերս նամակագրություն շատ տարբեր երկրների գործիչների հետ Այն մարդը, որ նպաստել է ամբողջ մի հսկայական կայսրության ժողովրդավարական ուժերի կայացմանը, միավորմանը, գիտեք, Էդիկ Կուզնեցով, Վլադիմիր Բուկովսկի, դրանք են ինձ ընտրել։ Ոչ թե մենք, ոչ միայն գործընկեր ենք եղել, այլ նաև նրանք ասել են դու պիտի ղեկավարես այս կառույցը։ Հիմա այդ մարդիկ չկան, բայց այդ ամենը գրանցված է։ Սենատորներ, կոնգրեսականներ դիմում էին երկրի նախագահին Ամերիկայի, ասում էին հայրիկյանն էսպես է ասում։
Հիմա այդ մարդը Հայրիկյանն էլ ինչի են վկայակոչում որպես ժողովրդավարական շարժումների համակարգիչ կենտրոնի ղեկավար։ Հիմա այդ մարդը ժողովրդավարության մանիցին բան է ասում։ Արտգործ նախարարը անամոթաբար խոսում է տարբեր երկրների ղեկավարների պատասխանատուների հետ կամ իր գործընկերների հետ, խոսում է Հայաստանի ժողովրդավարական գործընթացների հաջողության մասին, բայց քո երկրում արդեն 11 տարի է ժողովրդավարության բացառիկ մի ծրագիր կոծկում եք, ախր դուք այդպես ձեր հայրերը կոծկում էին անկախության գաղափարը, ինձ բանտ էին տանում դրա համար, կոծկում էին ինքնորոշման գաղափարը, էլի բանտ էին տանում դրա համար, վերջում ընդունեցիք, չէ, բանակն էիք համարում Հայրիկյանը սխալ է, Վազգեն Սարգսյանը պարլամենտում ասում էր, ինչ բանակ, մեր տղերքը պիտի սովետական բանակում ծառայեն, բայց Հայաստանի տարածքում, այսօր ինքը համարվում է ազգային բանակի հիմնադիր, սահմանադրության դեմ էին կռիվ տալիս, այդ բոլորը հերթով ընդունել եք, եկել եք հասել եք ամենակարևոր խնդրին, որը Հայաստանին դարձնելու էր, որ մրցապայքարի մասին ասացի, ժողովրդավարության առաջամարտիկը, ու դուք դա կոծկում եք ինձ վնասելով, չէ, այո իմ գաղափարը տուժում է, բայց մեր ազգի դեմ եք գործում։ Պարոն Հայրիկյան, ես փորձեմ ամփոփ ներկայացնել ձեր միտքը, ձեր առաջարկը, որը դուք նոր չէ, որ առաջարկում եք, ձեր հիմնական գաղափարի, այսպես մեխը ասեմ։ Դուք ասում եք, այո, իշխանությունը պետք է փոխանցվի ժողովրդին եւ մեխանիզմն եք հուշում։ Մեխանիզմը դա հաճախակի կամ հանրակրվեների կամ ընտրությունների միջոցով անընդհատ հարցնել այս կամ այն, տեսեք, դուք ասում եք անգամ Թուրքիա գնալուց, դու պետք է ժողովրդին կարծիքը ստանաս։ Կամ ժողովրդի ներկայացուցչական մարմնի։ Կամ ներկայացուցչական մարմնի կարծիքը ստանաս, որովհետև դա բոլորին է վերաբերում, դա երկրին, դա պետությանն է վերաբերում, դա քո անձնական որոշման խնդիրը չէ։ Այո, ճիշտ եմ հասկանում։ Բայց նաև դա պետք է ամրագրված լինի որպես մեխանիզմ, որպես գործիք, պետք է ամրագրված լինի հիմնական օրենքում սահմանադրության մեջ, որը դուք այո քննադատության ենթարկեցիք Փաշինյանի այդ միտքը, որ նոր սահմանադրություն պետք է լինի, դուք ասում եք նոր սահմանադրություն կարող է լինել միայն եթե դու փոխում ես համակարգը, դու չես փոխում համակարգը, բայց հռչակել ես որ նոր սահմանադրություն։ Դա պետք է ամրագրված լինի սահմանադրության մեջ։ Այստեղից գալիս է, եթե մինչև այժմ ճիշտ եմ ներկայացրել, այստեղից գալիս է երկու հարց։ Ուրեմն նոր սահմանադրության մեջ արդյոք այդ կետերը, մենք հիշում ենք 18 թվականին Փաշինյանը խոստանում էր, ասում էր ես ամեն ինչ ձեզ հետ քննարկելու եմ ժողովուրդ, հիշում եք։ Գաղտնի ոչինչ չի մնա։ Այսինքն այդ գաղափարը, գաղտնի ոչինչ չի մնա։ Այդ գաղափարը ինքն էլ է, այսպես ասած, հասկացել, որ ճիշտ է, բայց չի կիրառել։ Կկիրառի արդյոք հիմա այդ հաճախակի հարցումները եւ հաշվետվությունները, տեսեք, դուք ասում եք պետք է վերահսկողություն, հաշվետվությունները հանրության առջև, կլինի արդյոք դա ամրագրված սահմանադրության մեջ, ինչ պետք է անել, որպեսզի ամրագրվի, եւ երկրորդը, որը մի քիչ այլ տեսանկյունից եմ այս հարցին մոտենում, ժողովուրդը, որը անգամ 4 տարի, 5 տարի մեկ անցկացվող ընտրություններին Չի գնում, որովհետև գիտի, որ այդ ընտրությունները ոչինչ չեն ներկայացնում իրենց։ Չի վստահում, չի գնում, որովհետև չի վստահում ամբողջ համակարգին։ Ոչ միայն այդ մարդկանց, ում նա պետք է ընտրի, դա առանձին թեմա է, այլ նաև ամբողջ համակարգի այդ ընտրություններին չնայած Փաշինյանը ասում է, հա, արդեն մենք ժողովրդավար ենք, տեսեք Գյումրիում մենք ոչինչ չարեցինք, կորցրեցինք, մենք ժողովրդավարական է մեր այս ընտրական գործընթացը։ Ուրեմն առաջինը ինչ անենք, որ սահմանադրության մեջ ձեր ասած այդ կետը առանց դրա չի լինի, չէ, ժողովրդի իշխանություն։ Եթե դու ժողովրդի կամքը չես հարցնում, ինքդ ես որոշում, դա չեղավ ժողովրդի կամք։ Եթե դու չունես ժողովրդի կամքը մշտապես արտահայտող կառույց, իրապես ներկայացուցիչ։ Դե իրենք ասում են դա խորհրդարանն է, խորհրդարանն է, որը ունի արգելանքի տոկոս, արդեն տեսականորեն գիտեք ինչ է դա նշանակում։ Եթե դու ունես 5%-անոց արգելանքի սահման, այդ դեպքում կարող է այնպես պատահել, որ 3 կուսակցություն ստանան, մեկը 7%, մեկը 8%, մյուսը 6%, այդ 3-ն անցնեն, բայց մնացած բոլորը ստանան 4%։ Տեսականորեն դա հնարավոր է եւ ոչ մեկը չանցնի։ Ստացվի, որ պարլամենտը ղեկավարում է ժողովրդի ընդամենը 15% ունեցող, այլ ոչ թե ղեկավարում են, այլ պարլամենտում ներկա են դրանք։ Բայց հիմա գամ ձեր հիմնական հարցին։ Առաջինը, իր ընդունած նորմատիվ ակտերում, նորմատիվ իրավական ակտերը դրանք օրենքին հավասարազոր փաստաթղթեր են։ Ինքը մի բան է շեշտել։ Այդ
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովները պետք է աշխատեն հրապարակային։ Հիմա տեսեք, լրագրողները հարցեր են տալիս Արդարադատության նախարար Գալյանը, որը ինքնասպանություն է սկսել, իր արած ինքնասպանություն է։ Շատ եմ ցավում իր համար, Նիկոլի փաստաբանն է դարձել, ասում է մենք աշխատում ենք, մենք հետո կներկայացնենք։ Հրապարակային ես աշխատել եմ, ախր սա էլ են մոռացել։ Ես գլխավորել եմ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով։ Ամեն շաբաթ հրապարակային նիստեր ենք ունենում եւ ասում ենք, թե հիմա որ փուլում ինչի վրա ենք աշխատում։ Սրանց հրապարակային ասում ենք 6 ամիս հետո ձեզ ցույց կտանք ինչ ենք անում, բայց հրապարակային աշխատել դուք ամեն օր եք չի աշխատավարձ ստանում։ Աշխատանք անելուց հետո պետք է աշխատավարձ չստանաք, ամեն մեկը մոտ 1 միլիոն դրամ է ստանում աշխատավարձ հանձնաժողովի անդամները 700,000 մաքուր։ Եվ գիտեք ինչ գումարներ են արդեն քամուն տվել ապօրինի աշխատավարձի տեսքով, որովհետև ժամկետ է եղել, ժամկետի ընթացքում գործը չեն արել, բայց աշխատավարձ ստացել են։ Ուրեմն, եթե դուք աշխատավարձը տալիս եք հենց այդ պահին, ուրեմն աշխատում եք։ Եթե աշխատում եք, պետք է աշխատեք հրապարակային։ Մինչև այսօր ոչ մեկին հայտնի չի թե ինչ են անում։ Եթե սահմանադրությունը այդքան վատներ, ինչի եք այսքան երկար 7 տարի արդեն այդ վատ սահմանադրությամբ աշխատում։ Եթե դուք հայտարարում եք մերժել Սերժի սահմանադրությունը, դրանով եկաք իշխանության, բայց ինչի Լևոն Տեր-Պետրոսյանի ասածը մարդը փորձ ուներ, չէ՞ վերջո իշխանավոր էր եղել, ասում էր նախ չեղարկիր այն սահմանադրությունը, որով դու իշխանության ես եկել, որի դեմ հանդես գալով։ Ուրեմն հրապարակային չեն աշխատում, եթե հրապարակային աշխատեին, ապա պիտի լիներ այսպես 4 անգամ պիտի ասեին մենք առաջարկ ստացանք 10 կուսակցություններից, առաջարկ ստացանք երկրորդ անգամ արդեն Սահմանադրական բարեփոխումների հանրային խորհրդից, որը գլխավորում է Պարույր Հայրիկյանը, 11 կուսակցություն, ի վերջո 15 կուսակցությունից ստացել ենք այս փաստաթուղթը ու չենք նայում, չենք քննարկում։ Հրապարակային գործունեության մեջ դա էր մտնում, չեն արել։ Հետևաբար սրանց աշխատանքը ի սկզբանե ոչ միայն անտրամաբանական է, այլ նաև իրենց իսկ ընդունած որոշումներին ինչպես ներառել եւ թույլ չտալ որ շարունակվի այդ առատավոր հետեւյալն է, այսօր բոլոր քաղաքական գործիչները պետք է դիմեն իրենց հետևորդներին, եթե ունեն, եթե շատ չունեն, գոնե ընտանիքի անդամներ ունեն, չէ՞, այդպեսի քաղաքական ուժեր կան։ Ասեմ, որ ամսի 5-ին Հայրիկյանը Սահմանադրության վերաբերյալ միջոցառում է հրավիրել, եկեք բոլորս գնանք, տեսնենք ինչ են առաջարկում։ Իդեպ համալսարանի Սահմանադրական ամբիոնի ղեկավարի հետ եմ զրուցել, մեծ հաճույքով պատրաստ է մասնակցել այս բնույթի բոլոր քննարկումներին Վարդան Այվազյանը եւ ինքը մտահոգություն արտահայտեց այն բանի արդիվ, որ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում ներգրավված իրավաբաններից որևէ մեկը հայտնի դեմք չեն իրավագիտական դաշտում, ինչպես ժամանակին հիշում եք, չէ՞, մենք ունեինք Վլադիմիր Նազարյան, Հերիկ Խաչատրյան, մարդիկ հայտնի դեմքեր էին մասնագետներ։ Եվ ուրեմն հիմնական ճանապարհը շատ հստակ է, պետք է ուղղակի ներկայացնել հանրային հնչեղությամբ ներկայացնել Սահմանադրական բարեփոխումներում մասնակցելու հարցը։ Դուք գիտեք, մեծագույն ամբարտավանությունն է, երբ որևէ իշխանավոր հայտարարում է, ես կարծում եմ Սահմանադրությունը պետք է փոխվի, բայց դու ով ես։ Դու հանձնաժողով ես ստեղծել, այդ հանձնաժողովին հանձնարարել ես ուսումնասիրել խնդիրը, հետո հանձնաժողովին ասում ես գնացեք գրողիցոցը, ես կարդացի ձեր գրածը եւ ձեր գրածի հիման վրա որոշեցի Սահմանադրությունը փոխել։ Այդպիսի բան որևէ երկրի բռնակալ անգամ չի արել։ Նրանք ասում են, մի մասնագետները քննարկեցին եւ ինձ խորհուրդ տվեցին այս ինչ բանը։ Սա մեծամտության, այսինքն արդեն հոգեկան հիվանդի մակարդակի մեծամտության դրսևորում է։ Եվ սա ասում եմ ոչ թե կշտամբելու համար, այլ պատկերացրեք հանրության ամենակարևոր օրենքի վերաբերյալ մի անհատ վարչապետ կլինես, թե ով կլինես։ Դիրքորոշում է արտահայտում արմատական 180%-ով ուղղությունը փոխող։ Դու ինչ դրա իրավունքը չունես։ Ձեր երկրորդ հարցը ես բաց թողեցի։ Երկրորդ հարցը այն էր, որ ինչ վստահություն ունենք, որ եթե հաճախակի կներդրվեն այդ դրույթները։ Ոչ, կներդրվեն այդ դրույթները եւ այդ դեպքում երրորդ հարցը, որ ժողովուրդը ակտիվ կմասնակցի։ Պարոն Հայրիկյան, ընդհատենք այս զրույցը փոքրիկ գովազդային ընդմիջումով եւ հետո վերադառնանք տաղավար, սիրելի հայրենակիցներ, գովազդը եթերում մնացեք մեզ հետ։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք
հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կալենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծաներիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Սիրելի հայրենակիցներ, այմ առաջնորդ Պարոն Հարիկյանի հետ ենք զրուցում։ Պարոն Հարիկյան, շարունակում ենք մեր զրույցը սահմանադրության հետ կապված, այո, դուք ասում եք, պարզապես հիշեցնեմ, մենք ինչ էինք, որ կետի վրա էինք կանգնել, ինչպես անել, որ քաղաքացիների գործունեությունը ավելանա։ Քաղաքացիները, որ համարվում է ժողովրդավարություն, ժողովրդավարությունը դա ժողովրդի իշխանությունն է, ինչպես դա կարելի կազմակերպել, ինչ մեխանիզմներ կան սահմանադրության միջոցով, առաջինը եւ երկրորդ հարցին, այո, անդրադարձանք, թե այնուամենայնիվ ինչպես անենք, որ դա այդ կետերը մտնեն սահմանադրության մեջ, ինչի մասին է խոսքը, որպեսզի հանրաքվեների եւ ընտրությունները լինեն ավելի հաճախակի կամ ժամկետը ընտրված պատգամավորների խորհրդարանի ժամկետը ավելի կարճ լինի, ավելի հաճախ կարողանա ժողովուրդը իր գնահատականը տալով ընտրություն կատարի։ Ես համոզված եմ, որ ոչ թե մենք պիտի աշխատենք այն ուղղությամբ, որ ինչ որ մեկը սահմանադրության նախագիծ մշակի եւ մեր քաղաքացիներն էլ կամ մենք պետութենական գործիչներս էլ կարողանանք դերակատարություն ունենալ, այլ չհարմատապես պիտի փոխվի։ Երբ ժամանակին ես հայտ ներկայացրի աշխատել այդ հանձնաժողովում,
շատ մասնագետներ զարմացան, թե ինչպես պատահեց, որ շարքային աշխատողի կարգավիճակով ինձ մերժում են։ Նորմալ մենք Նիկոլ Փաշինյանի մինչև այսօր արած գործը տեսել ենք այդ ոլորտում, այստեղ ինքը ձախողվել է, այն աշճանի է ձախողվել, որ դա դրան քրեական հետապնդման հարցեր են ասպարեզ եկել։ Ես դիմել եմ դատախազություն, չեմ թաքցնի, դատախազությունը հուսահատական վիճակում գործ ուղարկել է քննչական բաժին, որովհետև ներկայացրած փաստերը կոռուպցիոն ծանր հանցագործության մասին անբեկաներ են, այնպես որ իրենք պիտի չանեն, բայց մենք պիտի ունենանք նոր սահմանադրություն, որոնք այդ խնդիրները հաշվի կառնեն։ Ինչու՞մ է քաղաքացու հետաքրքրություն ավելանալու, սա շատ ավելի բարդ հարց է, քան երբ ես ժամանակին ասում եմ անկախություն հանրաքվեի ճանապարհով, մարդիկ շատերը չգիտեին հանրաքվե ինչ է։ Այդ փուլը եղել է մեր կյանքում։ Եվ գիտեք, տասնամյակներ պետք եղավ ու տասնամյակներ են բանտերում անցկացրած, որ մարդկանց տեղ հասնի։ Հիմա հարցը այլ է։ Մենք հնարավորություն ենք խոսելու նաև ձեր պես լրատվական միջոցների օգնությամբ, քաղաքացին չի մասնակցում հաճախ ընտրություններին, որովհետև գիտի, որ իր ձայնը կարող է տեղ չհասնել։ Այսինքն նույնիսկ կարող է 5%-ի մոտ հավաքել, բայց քանի որ կա արգելանքի տոկոս, իր թիմը չի անցնի։ Իր հավանած մարդը պարլամենտ չի անցնի, ասում են ինչի՞ց է պետք։ Բացի այդ կա այս կայուն մեծամասնության դրույթը, որը Նիկոլ Փաշինյանը ուզում է օգտագործել առաջիկա ընտրություններում խայտարակ դրույթ, որտեղ քաղաքացիների նույնիսկ 20%-ը չստացած միավորը, բայց քանի որ մյուսներից ավել է ստացել, կարող է ձևավորել կառավարություն։ Հիմա այստեղ ինչ է կատարվում։ Երբ բոլորը ընտրության գնացող բոլոր քաղաքացիները գիտեն, որ կա համակարգ, որ իրեն ձայնը չի կորելու, ով որ գնաց ընտրության, իր ձայնը անպայման հասնում է պարլամենտ, եւ դա ինքը ինչպես է զգում։ Պարլամենտականները քվեարկելիս ոչ թե ամեն մեկը մեկ ձայնով է քվեարկում, այլ քվեարկում են ով ինչքան ձայն որ ստացել է։ Եթե դուք տեխնացու եք եղել, ես էլ ձեր տարածքում տեխնացու եմ եղել, դուք անցել եք, ես չեմ անցել, ես իրավունք ունեմ մեկ շաբաթվա ընթացքում իմ ստացած 5000 ձայնը տալ ձեզ, որ ունեիք 15000 ձայն։ Պարլամենտում դուք արդեն կքվեարկեք ոչ թե 15000 ձայնով, այլ 20000 ձայնով։ Եվ երբ դուք մի ինչ-որ հարցի վերաբերյալ քվեարկության ժամանակ օգտագործելով իմ ձայները կհասնեք հաջողության, այն 5000 մարդիկ, որ ձայն էին տվել ինձ, բայց ես չէի անցել, դուք անցել եք, ես էլ ձեզ էի փոխանցել, կասեն ինչ լավ է, որ ես մասնակցեցի ընտրությանը։ Նրանք տեսնում են, թե իրեն ձայնը, որ պարլամենտականը ինչպես օգտագործեց, կամ որ քաղաքական ուժը ինչպես օգտագործեց։ Այսինքն քաղաքացին ընդամենը մեկ ընտրության ընթացքում հասկանում է, որ ինքը շատ կարևոր դեմք է, որովհետև բացառված չի, որ պարլամենտական քվեարկության ժամանակ լինեն դեպքեր, երբ 500,000-ը կողմ է, 500,000 եւ մեկը դեմ։ Պարոն Հարիկյան, դուք շարունակում եք ինչու պիտի քաղաքացին ակտիվանա, ես դա եմ ասում։ Քաղաքացին հասկանում է, որ ինքը դարձավ շատ կարևոր գործոն։ Այո, հիմնավորում եք ինչով է դա կարևոր եւ ինչպես պետք է դա լինի։ Հիմա ամենակարևորը ինչպես հասնենք դրան, որ այդ կետերը այնուամենայնիվ ներգրաված լինեն սահմանադրության մեջ որպես փոփոխություն կամ եթե նորն է գրում։ Մենք նախագիծ ունենք պատրաստի տված 14 թվականից տարված է։ Ինչպես հետամուտ լինենք։ Հիմա նախագիծը կյանքի կոչելու մասին է խոսքը։ Եթե այդ նախագիծը քննարկեն, պարտավոր են քննարկել, բայց չեն քննարկում լկտիաբար։ Հիմա պետք է հավաքվել։ Եվ ոչ թե 100,000 մարդ, հավաքվել 5000, հետո 500 հոգի եւ գնալ ասել ինչի՞ չեք քննարկում։ Դուք ով եղաք, որ մեր անկախության պայքարի առաջնորդի գրած նախագիծը, որին աջակցում է 17 քաղաքական ուժ, դուք ով եղաք, որ դա չեք քննարկում։ Եվ իրենք մեկ կարող են ասել չեն քննարկում, երկուս, հետո սա այն դեպքը չի էլ, որ ասի ինչ ուզում եմ, դա էլ բանակցում եմ։ Դու սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ես ստեղծել, կամ սահմանադրության ընդունումը հանձնաժողով ես ստեղծել, վճարել ես աշխատավարձները մեր պետական բյուջեից, հսկայական գումարներ, հսկայական, հարյուրավոր միլիոնների մասին է խոսքը։ Եվ հիմա մենք ասում ենք, ես նախագիծը քննարկել ու չես էլ քննարկում, խոսում ես ինչ-որ բաների մասին։ Սրա համար պետք է որ ընդամենը ամսի 5-ին քաղաքական գործիչները կոչանեն եւ իրենք էլ գան, ժամը 6-ին Ազատության հրապարակում։ Ես կարծում եմ, որ տիրոջ կամքով ոչ միայն գագաթ բարձրացած կլինեմ, այլ նաեւ իջած կլինեմ։ Դա ձեր ծննդյան օրն է։ Այո, բայց ես տենց գիտեմ, որ տարիների վերջ մենք այդ օրը ձեզ հրավիրում ենք եւ խոսում ենք էլի նորից խոսում ենք սահմանադրության։ Ես գիտեմ, որ տարօրինակ կարող է թվալ մարդկանց, բայց ասեմ, որ մի անգամ էր իմ ծննդյան օրը մենք Արագածի գագաթ խաչ բարձրացրինք 25 տարի առաջ։ Եվ այդ ճանապարհին ձեր ուսած էինք բարձրացնում, հիմնական մասը ես եմ տարել, տեսագրություններ կա։ Հիմա էլ կմոտենանք այդ խաչին, կասենք 25 տարի առաջ մենք Հայաստանի ամենաբարձր կետում տեղադրեցինք այս խաչը, որպեսզի խաչը մեզ աջակից ու հովանավոր լինի։ Էլի եմ խոնարհվում խաչի զորությանը, բայց
Մի հատ այնտեղ էլ ծրագրում եմ, որ հենց Արագածի գագաթին քննարկում կանենք, երևի միացնել աղոթենք, որ Տերը մեզ իմաստություն տա։ Լեռան վրա, հա, խոսք լեռան Ես մի անգամ պետք է ունենալ։ 2 տարի առաջ 29-րդ անգամն էի բարձրացել մենակ էի եւ Արագածի գագաթից ասում եմ Տեր Աստված, մենք աշխարհի ամենավատ ազգը չենք։ Չէ՞ որ դու երբ որևէ մեկի բուժում էիր հիվանդներից, չէիր ասում դու արդար ես թե արդար չես։ Կարող է մենք սխալ ազգ ենք, բայց աշխարհի ամենավատ ազգը չենք, ես ինչ ես անում ես։ Հասկանում եմ, որ մենք մեր պահվածքի պատճառով ենք արժանանում լավին կամ վատին, բայց ամեն դեպքում որոշ դեպքերում երբ հիվանդագին են մեր դրսևորումները, Տեր Աստված մեզ ուղղություն տուր։ Այսօր ինչ կխնդրեք։ Երևի նույն բաները, բայց նախ եւ առաջ իմաստություն, այո։ Խնդրենք, որ ուղղություն Մեզ իմաստություն տա, մեր ժողովրդի թշնամիներին բանականություն տա, ակամա թշնամիներին, ակամա ժողովրդին հակադրվողներին տա առողջ բանականություն, որովհետեւ բացասական գործողանողները հիմնականում դրանք մտախեղված մարդիկ են եւ կարող է դրան արժանացել են իրենց սխալ պահվածքի պատճառով։ Հիմա մենք չենք, որ պիտի ուղենք։ Աստված պիտի նրանց նկատմամբ բարեհաճ լինի։ Տեսեք ուր հասանք։ Հայաստանի իշխանությունները հոգևորականների են կալանավորում։ Լավ, հոգևորական ինչ-որ սխալ բան է արել, տասնյակ չասեմ, բազմաթիվ խափանման միջոցներ կան։ Նույնիսկ եթե գործ եք հարուցեք, կարող է իսկապես ինչ-որ բան կա, որ ենթակա է հատուկ դատական քննության, բայց դու ինչ ես կալանավորում։ Կալանավորում արդեն պատիժ է, չէ։ Մենք հասել ենք այդ մակարդակին, դա հետևանք է այն բանի, որ որոշ մարդիկ մտախեղված են։ Եվ այդ մեծամտանալը, հպարտանալը, հիշում եք, չէ՞, ժամանակին որ ասում էր Հայաստանի հպարտ ժողովուրդ։ Միանգամից դա ամենածանր անձնքն էր, որ տրվում էր ժողովրդին, որովհետև ամեն կիրակի պատարակի գնացողները գիտեն, որ մահացու մեղքերից առաջինը հպարտությունն է, ինչևէ։ Ես այդ օրվա հետ ինչ որ հույսեր կապում եմ, այնպես չի որ շատ խանդավառ եմ, շատ մեծ սպասելիքներ ունեմ, բայց հավատում եմ, որ մի օր մարդկանց աչքերը պիտի բացվի։ Ինչպես 91 թվականին ինձ մերժելով, գիտեք, հենց այնպես չեն ասել հայրիկյան սխալ ես։ 20 տարով բռնադատվել եմ, 20 տարի 3 ամիս։ Բայց հետո եկան չէ իմ այոին, անկախություն հանրաքվեի ճանապարհով։ Հիմա ես ինչ եմ ասում։ Այդ ով որ վարչապետ ուզում գնա, թող այդ բեռը տանի, շնորհակալ եմ, որ ինձ չէ։ Ճիշտ է, ինձ դիմում են, բայց ես ասում եմ, լսեք, մեծ թիմ պիտի լինի, եւ դրան նախորդող այլ գործ կա։ Գնացեք իշխանությունը ձեզ, ես ասում եմ, որ եկեք իշխանությունը նախ իրական տիրոջը տանք, կդառնանք աշխարհի առաջամարտիկը, չեմպիոնը ժողովրդավարության հարցում։ Լավ չեք ուզում մի ինչ որ բանում աչքին գնել, որ հայերի մասին խոսելիս ոչ թե հիշեն ողորմելի վախկոտ ղեկավարներին, այս վերջին ձախողումները, պարտությունները, ոչ թե հիշեն ցեղասպանությունը, այլ ասեն այդ երկիրը մարդկությանը տվեց ժողովրդավարության մոդելը։ Ես վերադառնանք ամենասկզբին մեր զրույցի եւ նորից մեջ բերեմ ձեր այդ խոսքը ավելացնելով եւ եթե ես սխալ եմ դուք այսպես խմբագրեք իմ ասածը եւ այսպես ամենասկզբում մենք հիշեցինք ձեր գրառումը զգուշացեք ասում է պարոն Հայրիկյանը բոլոր նրանցից ովքեր այս իրավիճակում, շեշտում եմ այս իրավիճակում, այսինքն այս սահմանադրության պարագայում, երևի թե դա նկատի ունեք, նաև համարձակվում են հավակնել լինել Հայաստանի ղեկավար եւ երկիրը դուրս բերել ճգնաժամից։ Դուք ասում եք նաև, ես ուզում եի ասել, այս վերապահումով այս սահմանադրության պարագայում, եթե սահմանադրությունը փոխվի, կարող եք դուք համարձակություն ունենալ հավակնել։ Հիմա ասում եք բացի այս սահման ճիշտ է, նախ ճիշտ է արդյոք իմ այդ փոքրիկ խմբագրումը, որ եթե սահմանադրությունը փոխվի, կարող եք հավակնել, հույս ունենալ, որ կբերեք, դուրս կբերեք այս իրավիճակից, ներկա սահմանադրության տրամաբանությամբ դուրս չեք բերի, դա նկատի ունեք։ Ընդհանրապես ներկա սահմանադրության տրամաբանությամբ այսօրվա Նիկոլին փոխարինելու է հաջորդ Նիկոլը։ Մեր նպատակը դա չէ, եւ խոսքը ավելի շատ վերաբերում է նրան, որ քաղաքացիների աջակցություն ունեցող պետությունում կսկսենք ապրել։ Ինչու եմ ես ասում, մենք հիմնովին վերանայելու վերակերտելու խնդիր ունենք, իսկ հիմնովինը կապված է նույն հիմնականի հետ։ Եթե խոսում ենք այս կամ այն օրենքի մասին, օրինակ հարկային օրենսդրությունը հակաժողովրդավարական է, հակաժողովրդական է ավելի ճիշտ, բայց դա մի դրվագ է միայն։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, տարտամ արտաքին քաղաքականությունը անդաշնակից մնալու հանգեցրած նույնպես վտանգավոր է, բայց այդ բոլորի հիմքերի հիմքում ընկած է սահմանադրությունը։ Դրա համար եթե մենք սահմանադրական բարեփոխումները անտեսում ենք,
Սահմանադրության բարելավումը անտեսում ենք եւ զբաղվում ենք այլ հարցերով, նշանակում է մենք հիմնականը թողնում ենք, զբաղվում ենք երկրորդականով։ Մանուններն էլ վրան են, ես չեմ դրել անունը սահմանադրության հիմնական օրենք։ Մեզ պետք է օրենքի իշխանություն եւ այդ նույն օրենքի թելադրանքով քաղաքացիներին դարձնել տերը։ Երբ քաղաքացին է դառնում տերը, դու արդեն ոչ թե այդ սահմանադրության պայմաններում ավելի լավ, արդեն դու դառնում ես արտահայտիչ ժողովրդի ընդհանրական ցանկությունների, ոչ թե բախվորածների, զգուշավորների կամ կեղծավորների։ Շնորհակալ եմ, մայր օրենք։ Մենք ունենք նաև ոչ միայն հիմնական օրենք ձևակերպումը, այլ մայր օրենք ենք։ Բայց կարող է մեկը բողոքի ասի, ինչի հայր չի կոչվում, մայր է կոչվում։ Այդպես է կոչվում։ Էդ էլ կա։ Մայր Հայաստան է կոչվում։ Շնորհակալ եմ։ Կրկին անգամ պարզապես քանի որ դուք նշեցիք հուլիսի 5-ին այդ հանրահավաքի մասին, նորից ընդգծենք հուլիսի 5-ին Հուլիսի 5-ին ովքեր կկամենան ինձ հետ բարձրանալ, մեզ հետ բարձրանալը Արագածի գագաթ, նրանք ժամը 8:15 պետք է լինեն Քարե լճի մոտ։ Քարե լճի դեպի այնտեղ բանկա, օթերևութաբանական կայան կա այդ մասով, դեպի արևելք Քարե լճից։ Այդ մասում հավաքվում ենք 8:15 եւ սկսում վերելքը։ Ովքեր կամենան առաջին այդ ամենաբարձր հանրահավաքին մասնակցել գալիս են, իրենք իրենց միջոցներով գալիս են։ Լեռան վրա։ Այո, ժամը 3-ի կողմերը իջած կլինենք եւ կհասնենք Երևան, 6-ին Ազատության հրապարակում արդեն մեր սահմանադրության։ Գիտեք, ամեն մարդու անձնագիրն է, ինչպես ամեն մարդու անձնագիրը, այդպես էլ ազգի անձնագիրն է սահմանադրությունը եւ սահմանադրության նկատմամբ հարգալի վերաբերմունքը շատ կարեւոր է ամբողջ ազգի համար։ Դրա համար ժամը 6-ին կհավաքվենք։ Եթե ես հանկարծ ուշանամ, ես մարդիկ իմ փոխարեն հրապարակում կլինեն եւ ճիշտ ուղղությամբ կվարեն ամեն բան։ Եվ դուք հետո կհասնեք այդ հանրահավաքը։ Տիրոջ կամքով իհարկե։ Շնորհակալ եմ ասել։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, պարոն Հայրիկյաններ, մեր զրուցակիցը այմ առաջնորդ զրուցովարում էր Գայանե Արաքելյանը, բարին ընձեզ։